Օրինակ կենթանական բնազդի դրսևորում է, երբ հարձակման է ենթարկվում ոչ թե անծանոթը, օտարահայ կողակիցն ու այրունակիցը, խմբի մի մասնիկը, գայլային բնազդ։ ՀՀԿ-ին ոհմակի հետ առաջինը համեմատեց Սերժ Սարգսյանը, ավելի շուտ ոչ թե համեմատեց, այլ շեշտեց ոհմակի եւ ՀՀԿ-ի անհամատեղելիությունը, մասնավորապես նշելով, թե կուսակցությունը ոհմակ չէ, սակայն նրանց անցած ճանապարհը բոլորովին հակառակի մասին է վկայում։ Արժե որ համակարգի ներկա ու նախկին ներկայացուցիչները պատասխանեն այս հարցին, թե առանց ոհմակային բնազդի հնարավոր է արդյոք ռեժիմի գոյությունը, արդյոք հենց դա չէ ռեժիմի վերարտադրման բանաձևը։ Եթերում է արխիվի մեկ օրը, բարև ձեզ։ Ոհմակային բնազդի դրսևորման ժամանակ առ ժամանակ ականատեսը լինում ենք։ Բուրգը վայրի հարձակվում է կառույցի ավելի ստորին օղակներից որևէ մեկի վրա։ Այդ հարձակումներից հետո որոշ ժամանակ հնարավոր է խոշտանգվածին ռեժիմը հետ ընդունի, անառակ որդու վերադարձի սցենարով, ների նրան նորից պաշտոններ առաջարկի, մինչև հաջորդ թիրախների նկատմամբ սանկցիաներ կիրառելը։ Այս գործընթացը պետք է նախ եւ առաջ ռեժիմին սապառակտվող բուրգի, այսպես ասած, սանձերը ցկելու եղանակ է։ Իտես բոլորի անփոխարինելիներ չկան։ Չկան նաեւ ամենաթողության խրախճանքը ի վնաս ռեժիմի վերարտադրության գործածողներ։ Ամենաթողություն, ինչքան ասես, միայն թե այն չպետք է անցնի թույլատրելիի սահմանը։ Իսկ այդ սահմանը վերաբերվում է կոնկրետ ոհմակի պարագլուխների վերարտադրմանը, նրանց բարեկեցությանն ու իշխանության ամրապնդմանը։ Նրանք, ովքեր համարձակվում են տրորել այդ եզրագիծը, ռեժիմը խոշտանգում է, խժռում, նվաստացնում։ Ահա այսպիսին է ՀՀԿ-ն ոհմակի հետ չնույնացնող Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցի տրամաբանությունը։ Մեր թիմը ծառայել է ժողովրդին և ծառայել է լավ։ Անդրադառնանք իշխանական այս բանաձևի կիրառման ամենաակնառու թիրախներից մեկին, խոսքը հանրապետական Վարդան Ղուկասյանի մասին է։ Նա անշուշտ դեռ երկար ժամանակ համեմատաբար ավելի մանր տրամաչափի գործիչների համար օրինակ կծառայի, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են սպասել, եթե իրենք էլ թույլ տան ռեժիմի համար անընդունելի սխալներ։ Մեկ օր արխիվից 2007 թվական 21 մայիսի։ Մի խումբ երիտասարդներ անկանոն կրակահերթ են բացել միմյանց վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն Սայաթ-Նովա փողոցով հաղթանակի պողոտայով համեր եւ ջիպ մակնիշի մեքենաներից միմյանց ուղղությամբ կրակելով շարասյունը հասել է Տերյան փողոց։ Ականատեսների վկայությամբ համեր եւ 09 մակնիշի ավտոմեքենաները ընթացել են ջիպի հետևից։ Գլխավոր գործող անձինք են եղել Գյումրիի քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Սարգսյանի որդին Ռուստամ Սարգսյանը։ Միջադեպին հաջորդեցին իրավապահ համակարգի իմիտացիոն բնույթի գործողությունները, խուզարկություններ, հարցաքննություններ, բերման ենթարկվածներ, ձերբակալություններ, բայց ոչ պաշտոնանկություններ։ Որոշակի զիջումների գնով իշխանությունը լոյալ վերաբերմունք դրսևորեց Գյումրու քաղաքապետի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Բանն այն է, որ իշխանություններն ունեին որոշակի անհետաձգելի պատվերներ, որոնցից մեկը նաեւ գալան եթերազրկելն էր։ Քաղաքապետը փորձեց շոյել իշխանական էլիտայի քիմքը, ընդդեմ գալայի ներկայացրեց հայց, առաջ ընկնելով հարկային այդ շրջանում ղեկավարող Մարտին Զիլֆիմյանից։ Վարդան Ղուկասյանը առաջինը դատական հայց ներկայացրեց։ Երկուստ է գոհ էին եւ բավարարված։ Դա մեր գալա հերոստանգերությունը բարեկամ եմ անում, հետները բարեկամություն եմ անում։ Իսկ առջևում նաև 2008 թվականի նախագահական ընտրություններ էին, թեկնածուներից էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ռեժիմի համար վերարտադրությունը շատ կարևոր խնդիր էր։ Սուրբ կրակոցների էջն էլ համարվեց փակված։ Այդ ավազակապետությունը նախկին այսօր ուզում է ասել, որ այս մարդիկ են ավազակապետները։
Մի բան ասեմ, իրենք ժամանակվա քաղաքապետերի տղաները հեչ բանդարգվեցին, տեսեք ենքան դեմոկրատիա էր, որի ընտանիքի անդամներին էլ տարան մծրեցին բանդ, այսօրվա ղեկավարների մասին է խոսքը, այսինքն այսօր ավելի շատ է տրված ճշմարտությունը հիմքերի վրա։ 2007 թվականի մայիսին արձանագրված միջադեպից հետո էլի եղան միջադեպեր ամենաթողության չափաբաժնի շրջանակներում։ Իսկ իշխանությունները հանդուրժող էին, ներող, ինչպես հետո արդարացավ Վովա Գասպարյանը, հնարավորություն են տվել մարդկանց շտկվելու, բժշկել են, ոչ թե պատժել։ Կողմնակից են, որ տամ հնարավորություն շտկվել։ Ինչ է ուզում եք ոստիկանական պետություն լինել։ Սակայն եկավ մի պահ, երբ ռեժիմը այլևս չցանկացավ ներել Վարդան Ղուկասյանին, թե ինչու մենք բազմից ենք անդրադարձել։ Խնդիրն ամենևին էլ այն չէր, որ ասենք հասկացան, որ ամենաթողության պտուղները կարող են շատ դաժան լինել, որ հարկավոր է բնում խեղդել հանցագործությունը։ Պարզապես նրանք, ովքեր նշանակվում են այս կամ այն բնակավայրի ղեկավար, հատուկ առաքելությամբ են նշանակվում։ Իշխանություններին հավատարմություն դրսևորելու փորձակարը ընտրական գործընթացներն են։ Մի քանի ընտրություն Գյումրիում, մարզում իշխանությունները հաջողեցին, քարոզեցին, հրապարակներ լցրեցին, բուն ընտրությունների օրն էլ ջանք չխնայեցին։ Ձեր տված իրոք ճշմարիտ քվեարկության կգնանք մեր ապագայի համար։ Կանցնի տարիներ, երբ դուք ինձ կասեք պարոն քաղաքապետ կամ քաղաքապետը չլինեն, ձեզ հետ սովորական քայլելու եմ այս քաղաքում։ Կասեք ինձ ինչի խաբեցիք, որ ասեցիք եկեք իմ հետևից, եթե իմ ատորս պաշտպանեի, ես ավելի շուտ կդառնայի հանրապետական կուսակցության անդամ։ Հավատացեք եւ վստահեք, թող բարձրյալն Աստված լինի բոլորիս միջի դադավորը, եւ ես չեմ խաբում ու ճիշտ եմ ասում, բոլորս միասին հանրապետական կուսակցություն ձեր ջանի գորբաներն, ձեր հավատալին։ Արդյունքներն այնքան են եղել, որ իշխանությունները առիթ չեն ունեցել շատ դժգոհելու, իսկ դրա դիմաց նրանք պարգևատրել են։ Նման պահերին վարչախումբը պարտք չի մնում, նա խրախուսում է առատաձեռնորեն, կոպիտ ասած երես տալիս, սեղան նստում, բաժակ զարկում, շքանշաններ բաշխում, ավելացնում ամենաթողության չափաբաժինը եւ այլն։ Իսկ նրանցում ամենաարժանավորն են համարում նաեւ կուսակցական կարմիր գրքույկով են պարգևատրում։ Վարդան Ղուկասյանը դիմել էր հանրապետական կուսակցություն ընդունվելու խնդրանքով եւ կուսակցության որոշմամբ պարոն Ղուկասյանը ընդունվել է հանրապետական կուսակցության անդամ եւ ուզում եմ ձեր ներկայությամբ նրան հանձնել այդ վկայականը։ Դարձյալ երկու ստեկ գոհ եւ բավարարված վիճակ։ Սա մեկ-մեկու պահելու բնազդային վարքագիծ էր։ Վարդան Ղուկասյանը դա արել է հանուն իշխանության վերարտադրության, հետևաբար նաև իր իշխանության պահպանման։ Իշխանությունների համար էլ Ղուկասյանների, Բեգլարյանների, Հայրապետյանների, Սեթրակյանների եւ էլի այս որակի բազմաթիվ ներկայացուցիչների ծառայություններն ուղղակի անհրաժեշտ են։ Հետո եկան շղթայական անհաջողությունները, իշխանական թեկնածուն պարտվեց, իշխանական կուսակցությունը պարտվեց, սա արդեն չափազանց էր, սա ամենաթողություն էր, ռեժիմի պատկերացմամբ ամենաթողությունը հենց այսպիսին էր, մաշտը, ում փայփայել էին սնել, տվել արտոնություններ, չէր գնահատել, ուրացել էր, եւ ահա նա հայտնվեց վտանգավոր գոտում, թիրախում։ Բոլորովին այլ է լինում իրավիճակը, երբ տերերը իրենց խաբված են զգում, երբ հասկանում են, որ թույլ օղակին հոշոտելու եւ նորին աճեցնելու ժամանակն է։ Ղուկասյանը տանուլ տվեց մի քանի իշխանական պատվեր։ Այստեղ է, որ եկավ հատուցման պահը։ Եվ ամեն ինչ փլուզվեց նույն արագությամբ, ինչ արագությամբ, որ ձեռք էր բերվել։ Մեկ նկատառում, երբ ռեժիմը պատժում է անողոքաբար։ Դրանից խուսափել չի լինում։
Ինչու, որովհետև լինելով շղթայի մի մասնիկը, տարիների ընթացքում ներքաշվելով ճահճային հորձանուտ մխրճվում ես, ճահճում կամ ճահճից դուրս դիմադրություն ցույց տալն ուղղակի ապարդյուն է։ Այս տարիների ընթացքում վերնախավը շատ է հմտացել, գոնե այս հարցերում։ Դրանք գիտեն, որ մտրակն ու պլիթը միշտ հարկավոր է ձեռքում պահել։ Մի ձեռքով պաշտկեվատրում են, մյուսով դարակներում տեղավորում հաստափոր կոմպրոմատներ։ Մի օր դրանք ի ցույց տնելու հաստատակամությամբ։ Հետևաբար համակարգից դուրս կյանք չկա, այն վախճանվում է նույն արագությամբ, ինչ կերպ որ կառուցվել է։ Հարկ է նշել, որ թերևս բոլորին է հայտնի, որ եթե իշխանությունները չկամենային, Վարդան Ղուկասյանն այդքան տարիներ չէր ղեկավարի քաղաքը։ Նրա ընտրությունները, ինչպես բոլոր ավանդական ընտրությունները Հայաստանում, ուղեկցվել են թաղային խուժանի ակտիվ ներգրավվածությամբ, ոստիկանների անկորստությամբ, ամենաթողությամբ։ Վարդան Ղուկասյանն էլ վերընտրվել է, որովհետև իշխանություններն են այդպես կամեցել։ Իսկ երբ իշխանությունները չկամեցան, տեսանք, թե ինչ եղավ։ Թեև Ղուկասյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու է թիմ ընտրություններին, նրան ստիպեցին դառնալ դիտորդ եւ հարևանցի հետևել իրադարձությունների զարգացմանը։ Սամվել Բալասանյանին ես եմ առաջադրվել քաղաքապետի տեխնիկ։ Ես լարվում եմ այն ժամանակ, երբ որ այեղ Դադաստանը լինի տիրոջ, թե չէ սրանք սովորական բաներ։ Անդրադառնանք 2013 թվականի ապրիլի 23-ին տեղ ունեցած միջադեպին, որը ողբերգական ավարտ ունեցավ։ Տեղի ունեցածը մեծ աղմուկ բարձրացրեց, ոչ միայն այն պատճառով, որ տեղի էր ունեցել սպանություն օրը ցերեկով Գյումրիի կենտրոնում, որ կրակոցներ էին հնչել կես ժամ շարունակ եւ միջադեպը չէր կանխվել, այլ որ դրանում ներգրավված էին անուններ, ինչպես ոստիկանապետն էր ասում, կլաններ։ Սա բախում էր Ղուկասյանների ընտանիքի անդամների եւ ազգային ժողովի падգամավոր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մերձավորների ակտիվ մասնակցությամբ։ Արունների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը։ Եկել այն ժամանակը, որ արդեն արունով զորբայությամբ ոչինչ չի լուծվի։ Եվ չենք հանդուրժելու։ Ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու։ Կատարվածից հետո Երևանից ղեկավարվող իշխանական լրատվամիջոցները սկսեցին շահարկել կատարվածը եւ Գյումրին ներկայացնել որպես ահաշկումի բնակավայրի, որտեղ վախի սարսափելի մթնոլորտ է, ուր ամեն օր եւ ամենուր կրակում են։ Իհարկե դա չափազանցություն էր, որովհետև նույն լրատվամիջոցները անտեսում են, ասենք այն, որ մայրաքաղաքում ավելի շատ են կրակում, որովհետև մաուզերիստներն այնտեղ ավելի շատ են։ Ոհմակի անդամները վերջի վերջո կենտրոնացված են մայրաքաղաքում եւ ամենաթողությունը վերևից ներքև է աշխատում։ Ամեն դեպքում կատարվածը վերածվեց PR-ի, վերջ ամենաթողությանը, վախի մթնոլորտը կոտրված է, բարի արշալույսներ Գյումրիում, խաղաղ գիշերներ եւ էլի նման վերջդառությամբ հոդվածների հոսք տեղ ունեցավ։ Մինչդեռ մթնոլորտը Գյումրիում նույնն էր, ինչպես 2007-ին, 8-ին, 9-ին, այնպես էլ 2013-ին։ Հետո նույն այդ լրատվամիջոցները եւ դարձյալ պատվերով սկսեցին հիստերիկ կերպով ծաղրել արդեն նախկին քաղաքապետին, ով այլևս պետք չէ ռեժիմին։ Այս պահվածքը անշուտ զարմանալի է, որովհետև իշխանությունները փաստացի ծաղրում էին նրան, ում իրենք են ծնել։ Ոստիկանությունն իր հերթին վարպետորեն անցավ գործի։ Ձերբակալություններ, խուզարկություններ, քաղաքի բնակիչների աչքի առաջ զենքեր։ Մեկ կարևոր նկատառում, ինչպես 2007-ին, երբ հրաձգությունը քաղաքի կենտրոնական փողոցներով տևել էր շուրջ 1 ժամ, այնպես էլ 2013-ին քաղաքի բնակիչներից որևէ մեկը չէր դիմել ոստիկանություն։ Հենց այն պատճառով, որ մարդիկ հասկանում են իրավապահները ում, երբ եւ ինչու են պատժում։ Այստեղ է, որ ակնհայտ է դառնում հատվածական արդարադատության կիրառումը։ Ռեժիմի պարագլուխները մեկին այլևս թույլ չեն տալիս խաղեր խաղալ, իսկ ոհմակի մյուս ներկայացուցիչները շարունակում են ոյաժները, որոնք ոստիկանները կտեսնեն ու կբարձրաձայնեն միայն այն ժամանակ, երբ հարկավոր կլինի։ Օրինակ Սյունիքի մարզպետին տեղ պարգևատրում են։ Եթերում էր արխիվի մեկ օրը, ցտեսություն։